այսպես ուշադրություն համացանցում ողողված է Վարդան Ղուկասյանի ուղերձը բանտից, որտեղ որ նա այժմ պահվում է Միացյալ Նահանգներում։ Ուղերձը հետևյալն էր. Վարդան Ղուկասյանը իր աջակիցներին կոչ էր անում, որ նրանք հավաքվեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև եւ պահանջեն, որ Վարդան Ղուկասյանին ազատ արձակեն։ Հիմնական ընդհանուր կոչը ոտքի կանգնելն էր Վարդան Ղուկասյանի ազատ արձակման պահանջի համար։ Վարդան Ղուկասյանը նաև ասաց հետևյալը, որ Միացյալ Նահանգների իրեն մեղադրող դատախազը, որը դատարանում մեղադրող կողմն է, ասում է, թե Հայաստանում կոռուպցիա չկա եւ ըստ էության, ինչպես հասկացանք, Հայաստանը Միացյալ Նահանգներում Միացյալ Նահանգների այս վարչակազմի ընկալումներով համարվում է ժողովրդավար պետություն։ Հայաստանի Հանրապետությունը ինչ խոսք գնում է դեպի ժողովրդավարության, միգուցե որոշ տեղերում այդ ժողովրդավարությունը քիչ է, որոշ տեղերում շատ է, բայց այն ինչ որ կա, մենք ասում ենք, որ դա այդպես է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանության օրոք կա ժողովրդավարություն, որը արձանագրված է միջազգային հանրության կողմից։ Միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությանը ճանաչում է որպես ժողովրդավար պետություն։ Դա հիմնականում նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից է գալիս, ինքը ընդհանուր առմամբ իր միջազգային ելույթներում անդադ անդրադարձ է կատարում ժողովրդավարությանը եւ շատ դեպքերում միգուցե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության մասին խոսի ավելի շատ, քան եվրոպական որոշ առաջնորդներ։ Վարդան Ղուկասյանի համար շատ հեշտ կլիներ նախկին իշխանությունների տարիներին, այսինքն այն ժամանակ ինքը եթե ձերբակալված լիներ Միացյալ Նահանգներում, միանգամից նրան կտային քաղաքական ապաստան։ Ինչի ենք սա այսպես ասում, որովհետև մենք լսում ենք անդադ տեղեկատվություններ են գալիս նաև Եվրոպայից, որ վերջին տարիներին Հայաստանից Եվրոպա գնացածներ եւ նաև Ամերիկա, ովքեր որ փորձում են այսպես ասած հանձնվել, ստանալ փախստականի կարգավիճակ, նրանց մերժում են եւ ասում են, որ ձեր երկիրը ձեզ չի կարող հետապնդել, որովհետեւ ձեր երկրում այժմ ժողովրդավարություն է եւ մենք ժողովրդավար պետություններից փախստականներ չենք ընդունում։ Միջազգային հարթակում, այո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարվում է ժողովրդավար իշխանություն։ Եթե դա այդպես չլիներ, Վարդան Ղուկասյանը վաղուց ազատության մեջ կլիներ, եթե օրինակ Փաշինյանի տեղը լիներ Սերժ Սարգսյանը, միանգամից Վարդան Ղուկասյանին միգուցե նաև Միացյալ Նահանգների կառավարությունը իր աջակցությունը ցուցաբերեր որպես Հայաստանի ընդդիմադիր ուժ, որը կարող է դառնալ իշխանություն։ Վարդան Ղուկասյանը նաև նշեց, որ հարյուրավոր մեղադրանքներ են իրեն առաջադրվել Հայաստանի կողմից, մեծ մի հատ մեղադրանքների գիրք է ուղարկվել Ամերիկա։ Վարդան Ղուկասյանի եթերների բառապաշարը ամբողջությամբ նվեր էր իրավապահ համակարգի համար, եթե ունեին նրանք ցանկություն Վարդան Ղուկասյանի դեմ գործելու, այսինքն մեկ եթերի ընթացքում հնչեցվող հայհոյանքները քրեական գործեր էին տեղով եւ զարմանալի չէ, բայց մենք նաեւ պետքա ասենք հետեւյալը, որ Ամերիկան այն պետությունը չի, որ հայհոյանքների համար մարդուն ձերբակալի եւ հետո էլ արտահանձնի։ Եթե հայհոյանքների համար իրանք բռնել են Վարդան Ղուկասյանին եւ մեղադրանքները հայկական կողմից ուղարկված է միայն այդ հայհոյանքների տրամաբանության մեջ, ուրեմն հայկական կողմի այդ ուղարկած գործը շատ թույլ է եւ Միացյալ Նահանգները ժողովրդավար պետություն է, իրենց համար այդքան կարևոր չի Հայաստանի իշխանություն կլինի Վարդան Ղուկասյան, կլինի կա օրենքի գերակայություն, ինչպես ասում են Ամերիկան օրենքի պետություն է եւ դատավորն է որոշելու Վարդան Ղուկասյանը մեղավոր է թե անմեղ եւ այդ իսկ պատճառով իհարկե հայհոյանքները հանած Վարդան Ղուկասյանի մեղավորությունը կամ անմեղությունը մենք երբևիցե չենք դրել ոչ այն մեկը, ոչ էլ այն մյուսը կասկածի տակ, բայց հայհոյանքների մասին իհարկե ելի եմ ասում դա հանած, որովհետեւ հայհոյանքները տեղով արդեն անընդունելի գործելավոճ է, որը հույս ունենք, որ Վարդան Ղուկասյանը կփոխի այդ գործելավոճը եւ իր եթերները ապագայում կիրականացնի առանց հայհոյանքների։ Եվ այսպես ուշադրություն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բացառիկ հնարավորության մասին խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Աշխարհի մի շարք պետություններ ողջունել են այս համաձայնագիրը, այսպիսով շնորհավորելով Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղության հասնելու կապակցությամբ։ Իրականում թե որտեղ են իրենք տեսնում այդ խաղաղության հասնելու հնարավորությունը, մենք չենք հասկանում։ Ինչքան Ռուսաստան Ուկրաինայի հետ կլինի խաղաղ, այնքան Հայաստանը Ադրբեջանի հետ կլինի խաղաղ։ Այստեղ խնդիրը ոչ թե Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի միջև է, այստեղ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության միջև է, քանի որ Հայաստանում փոխվել է ղեկավարություն եւ Հայաստանը ըստ էության որոշակի ժողովրդավարություն է ձեռք բերել, Ադրբեջանը շարունակում է մնալ բռնապետական պետություն եւ բռնապետերի հետ ստորագրած ոչ մի բան հավաստի չի կարող լինել, ինչը որ բարդացնում է վիճակը։ Այսինքն մենք վաղը ստորագրենք, եվրոպացի դիտորդները լքեն Հայաստանը, մյուս օրը Ադրբեջանը կրակի, այդ խաղաղության պայմանագիրը կդառնա ուղղակի մի թղթի կտոր, որը կարելի է շպրտել մի կողմ եւ վերադառնալ նախկին կյանքին, այսինքն հակամարտության շարունակությանը։ Մեզ պետք են երաշխիքներ եւ այդ երաշխիքը կարա միայն տա Ադրբեջանի ղեկավարությունը նախ առաջին հերթին ազատ արձակելով բոլոր ռազմագերիներին, երկրորդ հերթին դուրս գալ ջերմուկի ուղղությամբ իրենց կողմից օկուպացված տարածքներից, գոնես երկու առաջնահերթ քայլեր իրանք պետք է անեն, որպիսի ձևավորվի այդ փոխադարձ որոշակի գոնե 1%-անոց վստահությունը։ Եվ այդ ոնց է ստացվում, որ Հայաստանը պետք է եվրոպական դատարանից հետ քաշի ընդդեմ Ադրբեջանի բողոքները, Ադրբեջանը հայ գերիներին շարունակելու է ստորացուցիչ դատավարության մասնակիցը դարձնել, նրանց կյանքին եւ առողջությանը լրջորեն վնասներ հասցնել եւ որպես հայ նրանց ոչնչացնել։ Հայաստանի ժողովուրդը չի վստահում Ալիևի ղեկավարությանը եւ բնականաբար դա այդպես էլ պետքա լիներ։ Հետևաբար, ինչի համար ենք մենք կնքում խաղաղության պայմանագիր, այդ պայմանագրի կետերից դրդված գնում որոշակի զիջումների, որ այդ խաղաղությունը տեղի չի ունենալու իրականում գետնի վրա, այսինքն ռեալ կյանքում մարդիկ տեսնեն, որ սահմաններին խաղաղ է, Ադրբեջանը դուրս է եկել օկուպացված տարածքներից, հայ ռազմագերիները վերադարձել են հայրենիք, Արցախի ժողովուրդը ունի հնարավորություն վերադառնալու եւ ապրելու իր տներում, թող վերադառնան, ապրեն Ադրբեջանի կազմում, բայց ունենան լիարժեք իրավունքներ, ինչպես այսօր հայ ժողովուրդը ապրում է Վրաստանի կազմում, Ջավախքում, ոչ մեկ նրանց դրա համար ոչ սպառնում է, ոչ սպանում է, ոչ էլ կտանքների է ենթարկում։ Եվ դա նրանից է, որ մենք վրացի ժողովրդի հետ ունենք նորմալ հարաբերություններ, Վրաստանի կառավարության հետ ունենք նորմալ լավ հարաբերություններ, իսկ Ալիևի հետ ունենք թշնամական հարաբերություններ։ Եվ զարմանալին նա էր, որ այս խոսակցություններից ժամեր անց Եվրոպայի առաջնորդները եւ նաեւ նրանց արտգործնախարարությունները